Բարև սիրելի բարեկամներ, երբ դատարանները լռում են, երբ հանցագործները 7 տարի անընդմեջ մնում են ազատության մեջ եւ անպատիժ, երբ դատարանները անգամ վախում են հանցագործներին անուններ տալ, այդ երկիրը կորցնում է արդարադատությունը, հասկանում եք, չէ՞։ Եվ այդ արդարադատությամբ կորցնում է իր ապագայի հանդեպ վստահությունը այդ երկրում, որը որ տանում է կործանում, որը որ բերում է արտագաղթ, բնակչության նվազում, որն էլ որ կբերի ծանր հետևանքների մեր երկրին։ Եվ արդարադատության կորստից, դատավորների բացակայությունից երկրում առաջանում է քաոս, երբ որ օրենքը չի գործում, գործում է բեսպրիդել կոչվածը կամ բարդակ կոչվածը։ Սա ուղիղ այն է, ինչը որ մենք տեսանք 3 ազգային ժողովում, որտեղ չկան լուծումներ, չկան գաղափարներ, չկան առողջ բանավիճեր, բայց կա գորգորոց, հրմշտոց, հայոյանք, տեղական տիպի հայոյանք, որը որ փողոցից ոչ մի բանով չի տարբերվում։ Հասկանում եք։ Հələ հակառակը, փողոցում սեռական հայոյանքի համար մարդը պատասխան պետք է տա, իսկ այնտեղ պատասխան տվող չկա։ Հասկանում եք մենք ինչ բարդակի ենք հասել։ Երկիր, որտեղ լռում են դատավորները, իսկ գոռում են պատգամավորները։ Երկիր, որտեղ դատավորները միջև հիմա վախով են նայում անցյալի հանցագործներին, միջև հիմի։ Ես եւ այս բոլոր հայտարարություններին սենց լուր, բայց խորը հիասթափված հետևում է երկրի ժողովուրդը։ Ինչ արդարադատության մասին խոսք կարող է լինել Հայաստանում։ Երբ որ ազգային ժողովը դարել է հայտարարության հրապարակ։ 90-ականների քուչի բիսետ կա, ու սա կոչվում է ազգի ժողով։ Եթե սեն չարունակվի եւ ոչինչ չփոխվի, ժողովուրդը կկորցնի այն վերջի կաթիլ հույսը, թե եկող կամ ներկա, ոնց ուզում եք ասեք, թե ապագա իշխանության հանդեպ, այլև անգամ պետականության հանդեպ, որն էլ կբերի իհարկե մեր պետականության կորուստին։ Չնայած մենք արդեն կանգնած ենք այդ դրա եզրին։ Բայց կա երկրորդ տարբերակն էլ։ Ժողովուրդը կարող է չհամբերել եւ սկսել ինքը դատել այն դատավորներին, ովքեր լուր սես նստած ամեն ինչին հետևել են տարիներ շարունակ, չեն դատել ոչ մի հանցագործի, 30 տարի աշկ են փակել բոլոր հանցանքների վրա, ընտրակեղծիքների վրա։ Իսկ երբ որ ժողովուրդը սկսի դատել, չի դատելու երկրի օրեսգրքով, այ դատելու է իր խղճով, որը որ կուտակվել է իր մեջ։ Իսկ թե ինչքան նեգատիվ է այդ կուտակումը, դրա մասին շատ լավ գիտեն հենց այդ նույն դատավորները եւ պաշտոնյաները։ Ինչ հույս մենք ունենք այսօր, վաղը եւ մույսօրը, եթե Աստված ոչ անի, Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Աստված ոչ անի։ Ինչ հույս մենք ունենք։ Որ օրենքն է գործում։ Որ կառույցն է գործում։ Ով է իր դիրքում։ Ոչ մեկը։ Դատարանները դարձել են ինչ-որ շենք, ընդամենը մի շենք, որը որ ընդհանրապես օրենքի հետ եւ արդարադատության հետ կապ չունեն։ Դատավորներ, ովքեր ժամանակ են ձգում, որ ժամկետն անցնի հանցագործության, որ հանցագործը պատիժ չկրի, այ իր միսիան դա է։ Դա է իր միսիան, արդարացնել հանցագործին։ Ում եք դուք հիշում, մեկին հիշում եք այսքան ժամանակ, որը որ պատասխանատվություն կկրի, սենց ծանր հոդվածով, ոչ թե մանր մունր ինչ որ ծանր հոդվածով, պետական սենց առումով, սենց
Մեկ անուն հիշում եք։ Մեկին գոնե։ Ոչ։ Չեք հիշում։ Գիտեք ինչու չեք հիշում, որտեվ չի եղել տենց բան։ Ամեն մի քայլ, ամեն մի գործ այս դատավորները տարել են պրավալի, այսպես կոչված։ Ուր են դատախազները։ Ուր են քննիչները։ Ինչով եք զբաղված։ Ինչ գործերով եք զբաղված, երբ որ բոլոր հանցագործները երկրում վախտում են եւ ազատության մեջ են։ Բայց եթե հանգարտ հիմա ես գամ մի հատիկ պեչենի գողանամ, մեկ րոպեում գգաք հետևիցս եւ ինձի կտանեք եւ ամենաթեժ հոդվածներով այդ պեչենու վրա էլ մի երկու բան էլ ձեզնից կավելացնեք, մի կողքից էլ մի երկու սպանություն էլ վրես կբարթեք, կղրգեք կեթամ։ Այսա ձեր աշխատանքը։ Իսկ իրական հանցագործներից դուք դողում եք, վախկոտ եք դուք։ Որտեվ դուք էլ եք քաքի մեջ։ Դուք վախում եք ձեր քաքերն էլ ջրի երես ելնին։ Այստեղ են մեր քննիչները, դատախազները, գլխավոր դատավորները։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Եվ դուք էլ երբ որ խորը սենց հիասթափությամբ, բայց լուր հետևում եք այս ամեն ինչին, դուք լուր տանում եք մեր երկրին դեպի մահվան։ Իսկ դա նշանակում է ձեր տան մահվան, որտեվ եթե կործանվի պետականությունը, կկործանվի քո տունը։ Կկործանվի քո լեզուն, քո մշակույթը, քո հայությունը։ Ու միայն Աստված գիտի դրանից հետո քեզ հետ ինչ կլինի։ Էդ էլ նայած ով կգա, նոր տերը ով կլինի այդ հողատարածքի։ Ու ինչ նպատակով կգա այդ տարածք։ Սա է մեր երկրի իրավիճակը ժողովուրդ ջան։ Չկա որևիցե մի կառույց, որ իրենց բարձունքի վրա է։ Երկրի ամենաբարձր ամբյոնը դա ազգային ժողովն է, քանի որ մենք այդ ստիլի երկիր ենք։ Մենք նախագահական երկիր չենք։ Եվ այսօր ազգային ժողովում եւ արդեն օրեր շարունակ, տարիներ շարունակ մենք տեսնում ենք մենակ մի բան, որի անունն է բարդակ։ Կներեք, հայերեն բարդ չեմ գտնում, որ հայերեն ասեմ, որ լավ հնչեղություն ունենա, ասենց կոնկրետ նկարագրի։ Բարդակ, չկա որիվիցե ուրիշ բառ։ Այսօր այսքանը, ցտեսություն, հաջողություն։